Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-ից 12-ը կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ արդարադատության նախարարի հետ։ Եվրախորհրդի հաղորդագրություններում նշվում է, որ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին եւ գլխավոր քարտուղարը հերթական անգամ կհաստատի, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Քանի որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, քննարկումների օրակարգում կլինի նաև այն, թե ինչպես կարող է Եվրախորհուրդը նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության ձևավորող ճարտարապետության մեջ։ Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկում առավոտյան տեղի ունեցած պայթյունի եւ դրան հետեված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել։ 3 անձի որոնում են։ Հաղորդվում է 10 տուժածների մասին, որոնց թվում երեխա կա։ Փրկարար ծառայությունից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ տուժածների թիվը ավելանում է։ Ըստ տեղեկությունների, շենքի բնակարաններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ պայթյունի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ ԵՄ ավիացիոն սև ցուցակում Հայաստանի գտնվելու հարցը ամենայն հավանականությամբ կլուծվի այս տարի։ Սա է հետևում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։ Մինչ այս Եվրահանձնաժողովը հրապարակել է հերթական թարմացված ցուցակը, որը ներառում է նաեւ Հայաստանը։ Նախարարությունից ընդգծել են, որ ցանկում ներառելը չի արտացոլում արդեն իսկ կատարված աշխատանքի ծավալն ու որակը։ Միաժամանակ պատժամիջոցների պատճառով հայկական ավիացիոն ոլորտին հասցված վնասի գնահատում նախարարությունում չի կատարվել։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսը Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է. հավատում է, որ խոհեմորեն առանց ավելորդ հուզականության եւ ընդվզումների հնարավոր է հաղթահարել այս դժվարությունը։ Վեհարանն ազատելու Նիկոլ Փաշինյանի պահանջի մասին լրագրողների հարցերին Գարեգին II չի պատասխանել, նշելով, որ ամեն ինչ հստակացված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում եւ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն, դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 2026 թվականի բյուջեն նախատեսում է Ուկրաինային ռազմական օգնության կրճատում։ Նա շեշտել է Դոնալդ Թրամփի վարչակազմը բոլորովին այլ տեսակետ ունի ուկրաինական հակամարտության վերաբերյալ եւ հավատում է, որ խաղաղ բանակցային լուծումը լավագույն տարբերակն է երկու կողմերի համար։ Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գրիգորի Տիխին էլ մինչ այս հայտարարել էր, որ ռազմական օգնությունն ԱՄՆ-ից շարունակվում է եւ ուկրաինացի դիվանագետներն աշխատում են դրա շարունակությունն ապահովելու համար։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը պարետային ժամ է հայտարարել շարունակվող բողոքի ցույցերի եւ անկարգությունների պատճառով։ Նա նշել է, որ որոշումն ընդունել է վանդալիզմն ու թալանը կանխելու համար։ Երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 6-ը սահմանված պարետային ժամն ուժի մեջ կլինի մի քանի օր։ Լոս Անջելեսում հունիսի 6-ից սկսված անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններից հետո քաղաքում բողոքի ցույցեր են մեկնարկել, որոնք վերաճել են անկարգությունների եւ իրավապահների հետ բախումների։ Ազգային գվարդիայի զինվորականների ուղարկելու որոշումից հետո Կալիֆոռնիայի նահանգապետ Քևին Նյուսոմը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու մասին։